Նախ ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ իրավաբանների հայկական ասոցիացիային կատարված աշխատանքի համար, որը իսկապես կարևոր է հասկանալու համար, թե մենք որտեղ ենք գտնվում եւ ինչ արդյունքներ ունենք։ Ես մի քանի կետերի վրա միայն կփորձեմ, որպեսզի չծանրանանք, մի քանի կետերի վրա փորձենք քննարկենք եւ այդ առումով միջտա մի հատ հարց ունեմ պարզաբանող մենք ստեղ միայն կատարողական, այսինքն քանակական ցուցանիշներն ենք գնահատել, այսինքն որակական ցուցանիշները մեծ հաշվով այս վերլուծության մեջ չկան, որովհետեւ ես ծանոթացել եմ շատ լավ։ Հիմա այս առումով նախ եթե անդրադառնանք էլեկտրոնային արդարադատությանը, ես պիտի ասեմ, որ իհարկե մենք մշտապես փաստաբանների պալատը ողջունել է էլեկտրոնային համակարգերի ներդրումը, սակայն այն եղանակը, որ ինչ ձևով որ արեցինք այս վերջին քաղաքացիական դատավարությունը, իհարկե նաև փաստաբանների պալատը ամբողջ ներուժով ներգրավվեց, որպեսզի դրա բարեհաջող այսպես ներդրումը լինի, այդուհանդերձ բազմաթիվ դասեր կան, որոնք պիտի քաղվեին եւ առաջինը նա էր, որ անհրաժեշտ էր սահմանել փորձնական շրջան, ես դա ինչի եմ հիմա դրա մասին խոսում, որովհետեւ մենք հիմա առաջիկայում ինչպես ասացիք, սպասում ենք վարչական դատավարության, սնանկության դատավարության եւ նաեւ հետագայում քրեական դատավարության ներդրմանը եւ այս պայմաններում պարզապես արկա փորձը հաշվի չառնելը պարզապես մեղք կլինի եւ դրա համար շատ կարևոր է որպեսզի մենք ունենանք փորձնական շրջան, որպեսզի պարտադիր չլինի ինչպես քաղաքացիական դատավարության դեպքում էր եւ մարդիկ պարզապես մասնագետները փաստի առաջ էին կանգնում։ Երկրորդը ժամկետները չպիտի լինեն այդպես սեղմ, այսինքն հունվարին այսպես որոշումը կայացվի եւ փետրվարին արդեն մենք այդ համակարգի հետ գործ ունենանք։ Երրորդը նախապատրաստական աշխատանքներում շահառուների այսպես ներգրավվածությունն է, այդ առումով ուրախությամբ պիտի ասեմ, որ փաստաբանների պալատը այս վարչական դատավարության մասով ակտիվ աշխատանքներ ենք հիմա կատարում արդարադատության նախարարության հետ, որպեսզի բոլոր շտկումները, բոլոր խնդիրները շտկվեն եւ մյուս վերջին կետը, որ կարեւոր է, դա վերապատրաստումներն են։ Այո, նաեւ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ երկու կարծեմ վերապատրաստում արել ենք փոքր խմբերով, բայց պիտի նաև ճշմարտության համար ասեմ, որ դրանից հետո պարզվել է, որ համակարգում բազմաթիվ խնդիրներ կան եւ պարզապես այդ պայմաններում անիմաստ է այդ վերապատրաստումները, պետք է այդ շտկել այդ խնդիրները, որից հետո նոր անցնել վերապատրաստումներին եւ վերապատրաստումների ծավալը իսկապես պետք է շատ մեծ անել, որովհետեւ շահառուների շրջանակը շատ մեծ է, մենք գործող 2600 փաստաբան ունենք մոտավորապես եւ 15 կամ 100 հոգին պարզապես այդ առումով շատ փոքր թիվ է։ Եվ նաև նախորդ փորձին էլի եթե անդրադառնանք էլեկտրոնային արդարադատության, մենք տեսնում ենք, թե ինչքան պահանջարկը կա դրա։ Երբ որ առաջին անգամ վերապատրաստում կազմակերպվեց արդարադատության նախարարության հետ համատեղ, դահլիճում պարզապես տեղ չկար կանգնելու, նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Այսինքն դա պահանջված էր եւ դրա կարիքը իսկապես կա։ Սա այս մասով եւ ես հիմա պիտի անդրադառնամ իրավաբանական օգնության ոլորտում բարեփոխումներին։ Հատկանշական է, որ այս ռազմավարությունը ընդունվել է 2022-ի հուլիս ամսին, այսինքն եւ այդ ժամանակ արձանագրվել է նպատակ հանրային պաշտպանների հաստիկների ավելացման։ Դրանից հետո հաստիկներ չեն ավելացվել, ավելացվել են 2024 թվականի կեսին, ընդ որում դա չի եղել պետական բյուջեի փոփոխությամբ, այլ եղել է արդարադատության նախարարության պահուստային ֆոնդի հաշվին եւ 2023 թվականին, երբ որ արդարադատության նախարարությունը ինչպես նաեւ զեկույցում է ամրագրված հաշվետվության մեջ ներկայացրել է եւ արձանագրել է, որ արդեն իսկ հաստիկները ավելացվել են, այդ պահի դրությամբ հաստիկ դեռ չէր ավելացվել։ Այսինքն մենք 2023 թվականին առաջին կիսամյակում արձանագրել ենք որպես հաշվետվության մեջ, որ հաստիկները ավելացել են, բայց այդ պահի դրությամբ որևէ հաստիկ ավելացված չի եղել 2023-ի համար։ Հետևաբար, այսպես պարզապես, այսինքն այն նկատառումը, որ կա նաև հաշվետվության մեջ, որ հաստիկները ավելացել են, դա իրականում post factum հետագայում ավելացված է, որը այդ պահին դեռևս չի եղել։ Եվ ամենամեծ խնդիրը այստեղ այն է, որ մեր հաստիկները ավելացվելուց հետո դրանք
ինչպես պարոն Զադոյանը նաև նշեց, կրճատվել են։ Այսինքն նպատակը, որի համար դրանք ավելացվել էին, ռազմավարական նպատակը, հետո կարծես թե հետ է մղվել կամ երկրորդային է դարձել։ Այսինքն նպատակին ըստ էության չի ծառայել։ Մենք պարզապես այսպես ցիչկան դրել ենք, նշանը դրել ենք, որ այո, դա կատարել ենք, հետո վերադարձել ենք նույն իրավիճակին։ Եվ նաև այս առումով շատ կարող է, ինչպես մի քանի անգամ արդեն ստեղ ասվեց, արդյունքային ցուցանիշները։ Հիմա նպատակը հանրային պաշտպանների հաստիկները ավելացնելու նա պիտի լինի, որ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը նվազի։ Եթե օրինակ մենք հաստիկը ավելացնում ենք, բայց ակնհայտ է դառնում, որ դրանով իրավիճակը չի փոխվել, որովհետև դրան զուգահեռ նաև գործերի քանակն է ավելացել, ակնհայտ է դառնում, որ արդյունք մենք պարզապես չունենք, այսինքն մեր արժև դրված նպատակադրումը չկա, չենք հասել։ Եվ այս առումով իսկապես ցուցանիշը կամ նպատակը պետք է լինի անհրաժեշտ արդյունքին հասնելը։ Եվ այս նույն տրամաբանությամբ, երբ որ մենք պարզապես այսպես ձևականության համար կարող եմ նույնիսկ տենց ասել, որ նշում ենք, որ կատարել են գործողություն, նույն տրամաբանությամբ եղել է նաև անվճար իրավաբանական օգնությունը խրախուսելու կարգավորումները։ Մենք փաստաբանության մասին օրենքով փոփոխություններ, երբ որ կատարվել են նաև նախ համատեղ քննարկումներով, խրախուսական միջոցներ ենք ներդրել, օրինակ չգիտեմ, պալատի կայքում հրապարակելը, անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող գրասենյակների փաստաբանների, արտադատության նախարարության կայքում հրապարակելը, խրախուսման միջոցներից էր նաև վերապատրաստման դասընթացներից ազատելը, թեև դա նաև խնդրահարույց է, ինչ այդ առումով, որտեղ դրա նպատակը պատժելը չի փաստաբանին։ Բայց դրան այդ նույն օրենքը ընդունելուց անմիջապես մի տարի հետո ընդհանրապես արգելվեց անվճար իրավաբանական օգնությունը։ Այսինքն մենք պարզապես ռազմավարության մեջ նշան դնելու համար, որ այո արել ենք ինչ որ մի բան, դա գրել ենք, բայց մյուս կողմից մյուս ձեռքով պարզապես դա փակել ենք, իսպառ վերացրել ենք։ Այսինքն մենք կարող ենք այդ պայմաններում ասել, որ մենք գործողությունը մեր առջև նպատակը դրված արել ենք։ Իհարկե չենք կարող, որովհետև ի վերջո դրանք պարզապես ինքնանպատակ չեն, այլ ինչ որ հստակ արդյունքի հասնելու համար են արվում, որը տվյալ դեպքում չի արվել։ Եվ նաև վերջում պարզապես էլի անդրադառնալով այսպես արդյունքային ցուցանիշներին, մենք իսկապես նաև նախարարության հետ, մեր գործընկերների հետ մշտապես բացենք, որպեսզի այսպես կառուցողական համագործակցությամբ լուծենք խնդիրները, բայց երբ որ մենք պարբերաբար խոսում ենք, խնդիրները բարձրաձայնում ենք, նույնիսկ օրենսդրական առաջարկներ ենք ներկայացնում, փաթեթով, պատրաստի, բայց դրանց արձագանքները չենք ստանում, պարզապես այստեղ արդեն մենք սկսում ենք մտածել, թե արդյոք մենք ճիշտ ենք ընկալում համագործակցությունը եւ արդյոք նույն կերպ ենք վերաբերվում այդ համագործակցությանը։ Շնորհակալություն կրկին կատարված աշխատանքի համար, հուսով եմ նաև իսկապես սպասում ենք ոչ միայն այսպես քանակական ցուցանիշների, այլ նաև արդյունքային ցուցանիշների հաշվետվությանը, որտեղ այս բոլոր խնդիրները իրենց արձագանքը կստանան։ Շնորհակալություն։ Մենք էլ անում ենք մշտադիտարկում այս ռազմավարությունների, մեր մեթոդաբանությունը մի քիչ տարբերվում է, մեր ջուրիմոնիա ծրագրի Եվրոմիության, մենք ավելի շատ թիրախային նայում ենք կոնկրետ ոլորտներ ու փորձում ենք հասկանալ այդ ոլորտներում իսկապես ինչպես ասվեց արդյունավետությունը վերջնանպատակը ինչքանով է արտացոլվում։ Այս վերջերս մեդիա կենտրոնում տենց ծավալուն հարցազրույց եմ տվել, եթե հետաքրքիր կլինի այս թեզերը, որ հիմա կասեմ, այնտեղ կարող եք ավելի մանրամասն տեսնել, հիմա շատ կարճ բնական է, որ ժամանակը բան չանեմ։ Մեկը ինձ թվում է պետքա փոխել տեղը, որտեղ ընդունվում են ռազմավարությունները ու այդ ռազմավարությունները հետո հաշվետվությունը ստանում են։ Իմ կարծիքով դա պետք է լինի ազգային ժողովը, ելնելով նաև այդ երկարաժամկետ բաներից, որտեղ ըստ էության ռազմավարությունները հաճախ ավելի երկար ժամանակային հատված են դիտարկում, նույնիսկ քան կառավարության ծրագիրը, որովհետև ինքը իսկապես ավելի մեծ բան է, այսինքն նշանակում է ավելի մեծ ընդգրկման լսարան պետք է լինի, որ նույնիսկ եթե կառավարությունը փոխվի, դա չբերի ամբողջությամբ sense ռազմավարության փոփոխության, իսկ այդ ավելի ընդգրկուն
քննարկումների տեղը դա ազգային ժողովն է, բացի դրանից ազգային ժողովը ինձ թվում է այնտեղ տեղափոխվելով մենք կարող ենք խուսափել այս տեխնիկական հաշվետվությունների բանից, որը էլի կարևոր է, որը կարող է արվել նախարարության կամ կառավարության ներսում, բայց ազգային ժողովում այնուամենայնիվ պետք է մենք վերջ-վերջը հասկանանք, ինչ մարտահրավեր ունենք, ու այդ մարտահրավերին ինչ մեր գործողություններով ինչքանով կարողացանք պատասխանենք, ինչ արդյունքներ կարանք ստացանք։ Հիմա մեր ծրագրում մի քանի ենթադրամաշներ ենք տվել ու դրանցից երկուսը նվիրված էին ողջամիտ ժամկետներին, դատավարությունների, ու մեր գնահատմամբ այդ ամենալուրջ խնդիրներից է, որը մենք ունենք, ու դրա հետ կապված ինչ որ գործողություններ անում են, մասնավորապես որոշ գործառույթներ նոտարներին են տրվել, հիմա հաշտարարությունն է դրվում, գուցե ինչ որ հաշտարարություններ դնելով ինչ որ բաներ կպակասեն, այս պահին պարզ չի նույնիսկ թվային բանով ինչա փոխվել, այսինքն ծանրաբեռվածությունը դատարանների, որտեղ որ քաղաքացիական գործերով մինչև 7-8-10 տարի կարող է տևի քաղաքացիական գործը, որևէ իմաստը կորում է արդար դատավարություն ընդհանրապես եզրույթին մոտենալու բանով, բայց նույնը նաև քրեական գործերով կա այդտեղ։ Ուրեմն ասենք այս ոլորտում մենք այնուամենայնիվ շատ լուրջ խնդիր ունենք ստատիստիկ տվյալների արդյունքների հետ կապված, թե լավ մենք մի ինչ որ բան արեցինք, փոփոխություն արեցինք, բայց որակական իմաստով մենք արդյունքի հասանք, թե չհասանք։ Այն հայտարարությունները, որոնք արվել է ժամանակին Կարեն Անդրեասյանները անում, ինչ որ թվեր էր ասում, որոնք ոչ մի ձևով չէր կարողանում հետո հասկանալ, թե որտեղից է այդ թվերը ինքը վերցրել։ Մի խոսքով, այստեղ մի մեծ մարտահրավեր է, որի այսպես լուծման ուղղությամբ կարծես թե ինչ որ քայլեր արվում են ու տրամաբանություններն է, որ այդ քայլերը կարող են փոփոխությունների բերել։ Մյուս բանը պարոն Զադոյանն էլ դրա մասին նշեց, այդ օրինակ կալանքի կիրառումն է համատարած։ Այստեղ մենք ըստ էության ուղղակի տեսնում ենք, որ ոչ միայն փոփոխություններ չկան, այլ այն խնդիրները, այն լուծումները, որոնք տրված են, ոչ թե բարելավեցին իրավիճակը, այլ վատթարացրին։ Ես նկատի ունեմ տնային կալանքի ներդրումը, որտեղ տնային կալանքը ըստ էության այսօր դարել է այլընտրանք ոչ թե կալանավորման, այլ այլընտրանք գրավի, ստորագրության կամ ուրիշ մի ձևի։ Կալանքների թիվը չի պակասում, եթե դու տրամաբանությունը նույնիսկ նայում ես տնային կալանքի, երբ կարող է ինքը կիրառվել, ինքը բացարձակ, այսինքն արտաքին աշխարհի հետ կապի արգելք եթե կա, տնային կալանքի դեպքում դա արդյունավետ որևէ ձևով չի կարող աշխատի ու դատավորներն է բոլոր մասնակիցներն հասկանում են, որ դա ըստ էության չի կարող աշխատի, որտեղ դու չես կարող բոլորի հեռախոսները, տան հեռախոսները վերահսկես, լիքը խնդիրներ են առաջանում ու ըստ էության վերջի մեր քննարկումներին հետազոտությունները բան ցույց տվեցին, որ տնային կալանքը շատ երկրներում այդ մենք Սերբիայի ու Էստոնիայի փորձն ենք վերլուծել ու տնային կալանքը շատ քիչ կիրառելի մի հատվածի դեպքերում է, ընդ որում տնային կալանքը օրինակ Էստոնիայում ինքը ավելի շատ վարչական վերահսկողության տեսք ունի, քան մեր տնային կալանքի։ Ըստ էության մենք մի ինչ որ բարեփոխում ենք այսպես արել, ցանկություններից ելնելով, բայց իրականության հետ այդքան չբռնող, հա, բանով։ Հիմա ես չգիտեմ, այդ ծրագրի բանի մեջ կար երևի գործողությունների, տնային կալանքը որպես կարևոր քայլ եւ այլն, ըստ էության մենք ոչ թե ինչ որ լավ բան ենք իրականում արել, այլ մի բան էլ ավելի վատ բան ենք ներդրել ինստիտուտ, որը որ իսկապես այն խնդիրը, որ կալանքները պետք է պակասեն, չի լուծե, մյուս կողմից ավելի վատթարացել է, այսինքն այլընտրանքա դարել բանին, գրավի կամ ստորագրության բանին։ Ասածս ինչա, ես չեմ ասում, որ հակադրվելու իմաստով, քանակականն էլ է կարևոր, որ այսօր ներկայացվեց, բայց այնուամենայնիվ
վերջով քանակականը ոչինչ չի բերում։ Ես օրինակների վրա բերեցի, հա, ավելի էականա թե որակականը ինչ արդյունքներ են լինում ու նաև որտեղ է այդ որակականի քննարկումը լինում։ Այն հարթակներում, որտեղ որ լինում է, այսինքն նախարարության հաշվետվությունների կատարողականների բան, դրանով մենք ըստ էության մեկա չենք հասնի նրան, որ մենք էականորեն այն հանրապետության արժեվ դատաիրավական բարեփոխումների մարտահրավերների պատասխանները կարողանանք ստանանք ու դրանից ելնելով մենք ավելի տենց ռազմավարական հեռանկարային բաներ անենք։ Շնորհակալ։ Ուզում եմ 3 հարց ուղղեմ զեկուցողներին, նախ շնորհակալություն լավ պրեզենտացիայի համար, տպավորիչ էր այն արդյունքները, ինչ որ ցույց տվեցիք, բայց ինձ մի 2 հարց է հետաքրքրում։ Այս աշխատանքը, որ կատարել եք, որից է մեկը ֆինանսավորել է, թե դուք ձեր կազմակերպության ռեսուրսների հաշվին եք կատարել։ 23-26 թվականի ռազմավարությունը օտարերկրյա միջոցներ, դրամաշնոր, վարկային միջոցներ դրվել է, թե չէ դրա մշակման համար։ Ինչ արժեցել մեր վրա ռազմավարությունը եւ ինչ արդյունքի ենք հասել։ Ասացիք, որ անցումային արդարադատությունը ինչ որ նախատեսվել է, չի կատարվել։ Պարզել եք, թե ինչու չի կատարվել։ Ասացիք, որ նպատակ 2-3-ը 0 է։ Կար եւ ներկայացել ինչին արդյունքները 0։ Դա շատ կարևոր է, ես դրանց վերաբերյալ հիմա իմ ելույթի մեջ կներկայացնեմ։ Ես ուզում եմ խոսքս սկսել պարոն Հայրապետյանի եւ Տիկին Աբրահամյանի խոսքերից։ Նախ պարոն Աբրահամյանը նշեց, որ մեր գնահատականները ձեր գնահատականները չի բռնում։ Բայց Տիկին Աբրահամյանը շարունակեց. շնորհակալ ենք անկողմնակալ դիտարկման համար։ Հիմա երկու մարմին, որոնք դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում, երկու տարբեր տեսակետ ունեն հանրային կարծիքի մասին։ Այո, ողջունում եմ Տիկին Աբրահամյանի կարծիքը այն մասին, որ սա անկողմնակալ դիրքորոշում է։ Ինչու արդարադատության նախարարության եւ անկողմնակալ վերլուծության թվերը իրար չեն բռնում, որովհետեւ իրականացնողները բյուջեից միջոցներ են ստանում բյուջետային եւ հենց իրանք էլ գնահատում են իրանց կատարած աշխատանքը։ Բնական է, որ կողմնակալ է լինելու գնահատականը։ Անկողմնակալ կլինի այն դեպքում, երբ այդ բարեփոխումների վերջնական շահառուները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ նրանց միջնորդավորմամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիրքորոշումը վերջնական արդյունքների մասին, այն բարեփոխումների, որոնց վրա ծախսվել են բյուջետային միջոցներ, վարկային միջոցներ, դրամաշնորհային միջոցներ։ Մենք ենք գնահատելու եւ ոչ թե դուք վերջնական արդյունքի առումով յուրաքանչյուր ոք այստեղ խոսալուց խոսեց վերջնական արդյունքի մասին, որի գնահատականը ինքը կատարողը չի կարող օբյեկտիվորեն ճիշտ գնահատել։ Պետք է անկողմնակալ հայացք։ Դա ասում եմ նրա համար, որովհետև մենք Եվրոմիության ֆինանսավորմամբ անցյալ տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա մայիս իրականացրինք արդարադատության ոլորտի բյուջեի մոնիտորինգ եւ վերլուծություն եւ հատկապես հակակոռուպցիոն ոլորտի։ Եվ մեր դիտարկումները արդյունքային ցուցանիշների վերաբերյալ տվեցինք թե արդարադատության նախարարությանը եւ թե բարձրագույն դատական խորհրդին, իդեմս դեպարտամենտի։ Պետք է ասեմ, դեպարտամենտի ներկայացուցիչները միայն ֆինանսական բաժնի մասնակիցները մասնակցեցին բյուջետային հայտի քննարկմանը, քաղաքականություն իրականացնողները չմասնակցեցին եւ չլսեցին մեր հարցադրումները արդյունքային ցուցանիշների վերաբերյալ, որոնց մասին մենք այսօր խոսում ենք։ Դրա համար խնդրում եմ ձեզ, պարոն Հայրապետյան, Տիկին Աբրահամյան, մեր կազմակերպությունը ներկայացրել է առաջարկություններ ոչ ֆինանսական, կատարողական արդյունքային ցուցանիշների բարելավման վերաբերյալ ձեր ոլորտներում եւ խնդրում եմ նայեք արդարադատության նախարարություն Տիկին Մարգարյանը եւ պարոն Կարապետյանի մոտ կա եւ ձեզ մոտ պարոն Վարդապետյանը նույնպես տեղի ղակ է։ Մենք ներկայացրել ենք,
դեպարտամենտի ղեկավարի տեղակալը։ Մենք ներկայացրել ենք առաջարկություններ, թե ինչպես պետք է բարափոխել այդ արդյունքային ցուցանիշները եւ ինչպես պետք է ներգրավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերջնական արդյունքների գնահատման համար հարցախույզներ պետք է անենք, այսպիսի հետազոտություններ պետք է անենք եւ ներկայացնենք ձեզ, ասենք սիրելիներս, շնորհակալություն, որ բյուջետային միջոցներ ծախսում եք, բայց լավ չեք ծախսում։ Եվ ասեմ, ինչը լավ չեք ծախսում։ Էլեկտրոնային դատավարությունը միանում են փաստաբանների պալատի դիրքորոշմանը, ես որպես ֆիզիկական անձ ոչ մի կերպ մուտք չունեմ էլեկտրոնային դատավարության համակարգ։ Ասում են, որ փաստաբան պետք է ունենամ, որ կարողանամ մուտք ունենամ։ Երկու դատական գործ ունեմ, ոչ մի կերպ էլեկտրոնային ձևով ես չեմ ստանում փաստաթուղթ։ Դատարանից ստանում եմ ապացույցների բաշխման մասին 48 հատ նամակ։ Այդ մասին ասել են դատական դեպարտամենտին։ 48 նամակ նույն բովանդակությամբ ապացույցների բաշխման վերաբերյալ։ Այն դեպքում երբ էլեկտրոնային դատավարությունը։ Ես միջև հիմա դատալեքսում իմ դատական գործերի վերաբերյալ արդյունքները չգիտեմ։ Չկա։ Ինչու չկա, չգիտեմ։ Հիմա ուզում եք ասեք վարչական դատավարություն։ Քաղաքացիականում հələ վերացեք այդ թերությունները, նոր ասեք վարչականին։ Դատավորների կարգապահական վարույթի մնացեն։ Իմ տանջանքները դիմել արդարադատության նախարարությունը, դատավորների ժողով, էթիկայի հանձնաժողով, փորձելու կարգապահական վարույթ անպարտաճանած դատավորի նկատմամբ իրականացնելու ոչ մի հաջողության չհասավ։ Ավելի նա ստացավ պաշտոնի բարձրացում, գնաց վերաքննիչ դատարան։ Խնդիրներ կան, եւ դա պետք է լուծվի։ Դատավարության ժամկետների վերաբերյալ ողջամտության ժամկետը սահմանադրությամբ երաշխավորված չի պահպանվում։ Ես երկու դատական գործ ունեմ Երևանի քաղաքապետարանի հետ, իմ արտոնության իրավունքը լրանում էր։ Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը հարկ համարեց որոշում կայացնել այս տարվա մայիսին։ Երբ իմ արտոնության իրավունքը վերացել է, այդ մասին մանրամասնորեն գրել եմ զեկույցի մեջ, ուղարկել եմ դատական դեպարտամենտ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, հայցեր են ընդունում նույն հարցի վերաբերյալ 2-3 հատ։ Նույն հարցի վերաբերյալ նույն ազգի կողմից։ Դատավարների աշխատանքը ծանրաբեռնելով նաև մեզ, հայցվորներին կամ պատասխանողներին։ Դատական ծախսերի մասով օրենսդրությունը շատ վատն է։ Դատական ծախսերը, որոնք որ կատարում են պատասխանողները կամ հայցվորները, վարչական բողոք գրելու, հայցադիմում գրելու, դատարան այցելելու, փոստային ծախսեր կատարելու, հիմնականում դատարանները չեն բավարարում։ Քանի որ օրենսդրության մեջ չկա այդպիսի նորմ, գրված է դատարանի հայեցողությանն է թողում։ Իսկ դատարանը օրինակ ասում է, ինչու չես կնքել պայմանագիր փաստաբանի հետ։ Այս սիրիս, այս ավելի լավ է իրավունքը պաշտպանում։ Փաստաբանական ծառայությունը ժամը 30,000 խորհրդի որոշմամբ։ Ես 5,000 դրամանոց տուգանքի համար 30,000 դրամ ծախսելու չունեմ ժամի հավարտալու։ Ես բողոք եմ գրել, դա երբ որ հաղթում եմ, փոխհատուցեք ինձ, օրենսդրությունը փոխեք։ Փաստաբանական ծառայությունների մասին ասի վերջանամ։ Մեր կազմակերպությունը ֆինանսների նախարարության հարկային խորհրդի անդամ է եւ պետեկամուտների կոմիտեի հարկային խորհրդի անդամ է։ Մենք կտրականապես դեմ ենք եղել շրջանառության հարկի վերջին փոփոխությունների վերաբերյալ, որը ծանրացրեց թանկացրեց փաստաբանական ծառայությունը եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դատական պաշտպանության արդար իրավունքից ձեռք բերելու զրկված են հիմնականում, որովհետեւ չեն կարող փաստաբանները աղոն վճար ծառայություններ մատուցել, իսկ քաղաքացիները չունեն այդ միջոցները, որովհետեւ կարողանան դատական պաշտպանություն իրականացնել։ Խնդրում եմ դրանք էլ փոփոխեք, շնորհակալություն։ Ողջունում եմ այս քննարկումը, հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս հասարակական կազմակերպությունը այն հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունը բացառապես հիմնված է փաստերի օբյեկտիվ, զուսպ եւ հավասարակշիռ չափանիշների վրա,
որովհետև եթե այսօր ուշադրություն եք դարձրել, կան տարբեր կազմակերպություններ, նույն եւ քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոնք այո որոշակի գործունեություն իրականացնում են այս ոլորտում, բայց ներկայացնում են ոչ թե այն փաստահեն դիրքորոշումները, որոնք այսօր մենք տեսնում ենք եւ ականատեսնենք դրա, այլ պարզապես ներկայացնում են իրենց սուբյեկտիվ ընկալումները։ Այդ իսկ պատճառով ես ուզում եմ շեշտել հատկապես այս կազմակերպության կարևոր նշանակությունը հասարակություն եւ պետություն նաեւ կապի տեսանկյունից։ Այնինչ որ մենք պետաիշխանական լիազորություններով օժտված մարմիններ իրականացնում ենք, երբեմն մեզ տեսանելի չեն լինում։ Այսինքն մենք նաեւ այն խնդիրները, որոնք որ գոյություն ունեն արտաքին աշխարհում, տեսնում ենք այսպիսի զեկույցների եւ այսպիսի աշխատանքի արդյունքում եւ միշտ տեսնել այն օբյեկտիվ պատկերը, որը որ գուցե քեզ նկատելի չէ, ես կարծում եմ առնվազն խոսելու քննարկելու առիթ է հանդիսանում եւ ինչի համար մենք այստեղ բոլորս հավաքվել ենք եւ շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար։ Հիմա բովանդակային առումով ես ընդհանրապես երկու հանգամանք կընդգծեմ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի տեսանկյունից իհարկե, հաշվի առնելով որ այստեղ հենց այդ հանձնաժողովն եմ ներկայացնում իմ գործընկերների հետ միասին, ես ուզում եմ ի սկզբանե տեղեկացնել, որ այն նախագիծը, որը եղել է ի սկզբանե այդ հասարակական ներկայացուցիչների մասնակցությունը ապահովելու վերաբերյալ քննարկվել է հենց նաեւ իմ մասնակցությամբ հիմնադրամի նախկին տնօրեն պարոն Դադունցի եւ Բարձրագույն դատական խորհրդի անմիջական մասնակցությամբ եւ այո իրականում սկզբից եղել է տարբերակ, որ պետք է հանձնաժողովի անդամները լինեն 5-5, բայց ես ուսումնասիրության արդյունքում եկա այն եզրահանգման եւ կարծիքը ներկայացրեցի եւ ես կարծում եմ որ լավ է որ այդ կարծիքը ընդունվեց, ինչի համար հետո կասեմ, որ իրականում հանձնաժողովի անդամների թիվը կազմեց ոչ թե 5-5, այլ 6-5, հաշվի առնելով, որ 23 թվականին հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխել իր ստանդարտները եւ գտնում է, որ ցանկացած որոշում կայացնելիս պետք է լինի +1 ձայն դատավորի։ Եվ ականատես եղանք նաեւ վերջերս Սահմանադրական դատարանի այդ որոշմանը, որը ամբողջությամբ հիմնավորեց այն տեսակետը, որ այո ճիշտ չի, երբ որ որոշումը կայացում հարցի վերաբերյալ դատավորի 5 ձայնի կապակցությամբ հաշվի առնելով, որ պետք է +1 դատավորի ձայնը գերակշռի եւ կարեւորվի։ Ես ինքս ողջունում եմ այս նախագիծը, այո, այն տեսակետը, որ նախագիծը կա, ես ուզում ասեմ նախագիծը մինչև էլ կար, մինչև ազգային ժողով հասավ, հետո հետ վերադարձավ։ Հիմա նորից փոփոխություններ է կատարվում եւ նորից ինչքանով որ ես տեղյակ եմ, եթե ես սխալվում եմ, հիմնադրամի ներկայացուցիչ միանշանակ կողի այդ նախագիծը պետք է որ կառավարությունում լինի եւ նորից եմ ուզում ընդգծել, որ այդ ընդունելության կամ այսպես ասած կազմակերպման գործընթացը, որ իրականացվել է ոչ թե այն նպատակով, որ ի վերջո լուծվեն այն բոլոր խնդիրները, այլ հենց այն նպատակով, այն ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովն է ասել, որ ի վերջո արտադրության նախարարությունից այդ լիազորությունը դուրս գա։ Ուղղակի այստեղ ունենք երկու խնդիր եւ ես կցանկանայի որպեսզի հասարակական կազմակերպության ուշադրությունը հրավիրեմ հետագա նախագծի բարեհաջող ընդունելությունից հետո գործընթացին այն տեսանկյունից, որ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ դրանից հետո պետք է հանձնաժողովը աշխատի, երևի լավ աշխատի, այսպեսի այտենց գուցե թարգմանությունը այդքան լավը չի, եւ դրանից հետո նոր նախարարության լիազորությունը պետք է դադարեցնի։ Ես վստահ եմ, որ նաեւ այդ լավ աշխատելը դառնալու խնդիր ապագայում, թե որ նա այդ լավ աշխատելը դա քանակական ցուցանիշն է, որակական էդ էլ չգիտենք, ինչով է դա չափվելու, հա, եւ համեմատական ինչ մեթոդներ են կիրառելու, երբ որ արդեն այլևս այն կորպորատիվիզմի հատկանիշները, որոնք վերագրում են հանձնաժողովին չեն լինելու։ Այսինքն եթե չի լինելու դա, ես չգիտեմ աշխատանքի լավը վատը որն է լինելու։ Բնականաբար դա չի կարող հենվել բացառապես քանակական չափանիշի վրա, դա նաեւ պետք է ունենա օբյեկտիվի արտացոլումը, որովհետեւ նախագիծը կազմելիս սահմանվել է, որ 5 եթե չեմ սխալվում 4 ոչ դատավոր անդամի դրական ձայնի արկայության պայմաններում կարող է հարցվել կարգապահական վարույթ։ Սրանից ավել թափանցիկ եւ ժողովրդավար մոտեցում ես չեմ էլ պատկերացնում, միայն օրինակ Բարձրագույն դատական խորհուրդ արդեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելը լինելու է 6 ձայնի հարաբերակցությամբ, որը ողջամիտ է 11-ի պարագայում։ Ինչ վերաբերում է ընտրությանը այդ հասարակական ներկայացուցիչների դատավորների ընդհանուր ժողովի կողմից, սա այլ հարց է, որ ես կարծում եմ սրա հիմնավորները պետք է տա նաև քաղաքականություն մշակող մարմինը, արտադրության նախարարությունը, բայց ուզում եմ ընդգծել, որ
չմոռանանք, որ ամեն դեպքում այս հանձնաժողովը դատավորների ընդհանուր ժողովինն է։ Այսինքն եթե մենք ինչ-որ բան պետքա փոխենք, մենք պետքա հիմնակարային ինչ-որ փոփոխություններ անենք, որպեսզի հասնենք այն նպատակին, ինչի մասին ասվում է զեկույցում։ Այսինքն, քանի դեռ հանձնաժողովը դատավորների ընդհանուր ժողովինն է, ընտրողները ուզեն չուզեն, այսպես թե այնպես պետք է լինեն ժողովի անդամները, այսինքն դատավորները։ Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ է եւ ինչքան մեծ լինի հնարավորությունը ընտրության, ես կարծում եմ, այնքան օբյեկտիվ կլինի այն արդյունքը, հանուն ինչի այս փոփոխությունները կատարվել են եւ ես նորից եմ ասում, ես ինքս եւս կարևորում եմ վերջնարդյունքը, այլ ոչ թե այն գործողությունները, որոնք այո կատարվում են, բայց արդեն 1 տարուց ավել է այս հանձնաժողովի կազմի վերաբերյալ մենք չունենք վերջնարդյունքում այն օրենքը, որը պետք է ստանա օրինական ուժ եւ որով պետք է առաջնորդվենք մեր գործունեության ընթացքում։ Շնորհակալություն եմ նորից հայտնում եւ հուսով եմ, որ հետագայում այսպիսի քննարկումները եւս տեղի կունենան անմիջական շփումների միջոցով։ Շնորհակալություն։ Պարոն Արիստակեսյանի մի քանի հարցերի վերաբերյալ ես կդժվարանամ անկեղծ պատասխանել, ինչպես օրինակ դատարան էլեկտրոնային համակարգ ձեր մուտքի հասանելիության հետ կապված, դուք որևէ խնդիր այս բանին չպետք է ունենաք եւ եթե մեկ անգամ դուք օգտվում եք էլեկտրոնային համակարգից, դուք արդեն կհանդիսանաք կարծես թե այդպիսի խնդիր դեռևս չի արձանագրվել։ Շատ լավ։ Դատավարական ժամկետների հետ կապված փորձ է արվում այս պահին ուսումնասիրել իրավիճակը եւ գտնել համապատասխան լուծումներ, այդ թվում եթե այս հարցը կապեն փորձագիտական կենտրոնի հետ, կենտրոնների ծանրաբեռնվածության հետ, ապա եթե մենք փորձենք հասկանալ թե որն է տարբեր դատավարական գործողությունների համար կամ դատական գործերի քննության համար ողջամիտ ժամկետը, կարծում եմ դրանից նաև կարողանանք բխեցնել փորձաքննությունների իրականացման ժամկետները, ավել տեղեկություն չեմ կարող փոխանցեմ, բայց այս պահին ողջամիտ ժամկետների սահմանման հետ կապված ուսումնասիրություն իրականացվում է, գուցե լինեն օրենսդրական փոփոխություններ, փորձենք հասկանալ դեռևս։ Ուրեմն Կարգապահական հանձնաժողովի գործունեության հետ կապված պարոն Շահնազարյանը կարծես թե ներկայացրեց մանրամասն ինչ է արվել, ես ուղղակի նշեմ, որ ներկայացվել էր աշխատակազմ վերջի օրենսդրական փոփոխությունները, աշխատակազմից դիտարկումներով վերադարձվել էր լրամշակման, այս պահին լրամշակվում է նախագիծը, այդ թվում քննարկումներ հնարավոր է կազմակերպվեն, բայց լրամշակման փուլում է, որից հետո կներկայացվի արդեն աշխատակազմ եւ կառավարության հավանության արժանանալուց հետո արդեն կուղարկվի ազգային ժողով։ Հանձնաժողովի կարգավիճակի վերաբերյալ այս պահին օրինակ մենք ունենք գնահատման հանձնաժողով, նախատեսում ենք ունենալ ավելի շուտ գնահատման հանձնաժողով, այդ երևի կլինի առաջին փորձը, երբ հանձնաժողովը դուրս կլինի դատավորների ընդհանուր ժողովի կազմից, հա, այսպես, եթե այդ փորձը հաջողվի, գուցե դիտարկենք նաև հետագայում կարգապահական հանձնաժողովի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը, բայց այս պահին որևէ քայլ կամ նախաձեռնություն չկա կարգավիճակի փոփոխության մասով, դեռևս նախագծում շարունակվում է նույն տրամաբանությունը, 5 դատավոր անդամ, ներողություն 6 դատավոր անդամ, 5 ոչ դատավոր անդամներ, էական փոփոխություններ չեն սպասվում ու քննարկումների արդյունքում եթե լինեն ամենայն դեպս մեծ փոփոխություններ չեն լինի։ Իրականում սա շատ լավ հնարավորություն է, շատ լավ հարթակ է պետական մարմինների համար եւս ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության մտահոգություններին, ինչ վերաբերում է պարոն Արիստակեսյանի կողմից բարձրացված շատ կարևոր հարցերին, որոնք վերաբերում են արդար դատաքննության իրավունքի իրականացմանը, արդարադատության հասանելիությանը ժողովրդի համար,
Դրանք ուզում ձեզ հավաստիացնել, որ պարտադիր կոնկրետ բարձրագույն դատական խորհրդի դեպքում դրանք մեր ուշադրության կենտրոնում են եւ սա եւս մեկ անգամ կրկնեմ, որ շատ կարեւոր հարթակ է այս հարցերին ականջալուր լինելու համար եւ դրանց հետամուտ լինելու համար։ Խոսքը վերաբերում է այստեղ նաև այն հանգամանքին, որ այո, կարող է նաև թվայնացման գործընթացում լինել բավականին տեսանելի խնդիրներ, որովհետև նույնիսկ ամենալավագույն պիլոտի դեպքում, երբ մենք հետագայում սկսում ենք իրական կյանքում դրանք գործարկել, ի հայտ են գալիս բավականին մեծ խնդիրներ։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության նոր օրենսգիրքը եւ քրեական նոր օրենսգիրքը 2021 մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ի ուժի մեջ մտնելը, դրանց մասով մոտավորապես 1 տարուց ավել վերապատրաստումներ իրականացվեցին տարբեր շահառուների համար Արտադրության ակադեմիայի կողմից, վստահ եմ նաև Փաստաբանական պալատի միջազգային գործընկերների աջակցությամբ, սակայն երբ հերթը հասավ նրան, որ արդեն սկսեցին պրակտիկ կերպով կիրառել այս բոլոր օրենքները, մենք տեսանք, որ կան բավականին լուրջ խնդիրներ, իրավական հանրույթը եւ ոչ միայն իրավական հանրույթը, նաեւ քաղաքացիական հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնհայտորեն բախվեցին խնդիրների։ Այսինքն թվայնացման պարագայում սա եւս մեկ օրինակ է, որ ցավալի է, բայց օրինաչափ է, որ խնդիրներ կարող են լինել։ Գործարկման արդյունքում են վերհանվում այդ բոլոր խնդիրները եւ լավ է, որ դրանց մասին բարձրաձայնվում է հետագայում առավել արդյունավետ լուծումներ տալու համար։ Ինչ վերաբերում է Արտադրության նախարարության կողմից մշակված նախագծին, որը վերաբերում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմի փոփոխության եւ այստեղ քաղաքացիական վերահսկողության մոդելի առավել ամրապնդմանը, պետք է նշեմ, որ այս նախագծի վերաբերյալ ինչպես Վենետիկի հանձնաժողովը, այնպես էլ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինությունը հայտնել են դրական կարծիք եւ գնահատման տեսանկյունից թե որքանով է արդյունավետ լինելու էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, խոսքը գնում է այն մասին, որ որոշակի ժամանակահատվածում իրականացվի գնահատում այս նոր կազմավորված հանձնաժողովի, որը դեռ այսպես ասած նախագծային փուլում է եւ գնահատվեն ոչ միայն քանակական ցուցիչները, այսինքն տարվա ընթացքում որքան բողոք է ներկայացնում, օրինակ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պայմանական ասեմ, եթե տարվա ընթացքում ունենում է 200-ից ավել վարույթ եւ այդ վարույթներից միայն մեկն է միջնորդությամբ ներկայացում բարձրագույն դատական խորհուրդ, բնականաբար մենք ունենք այստեղ խնդիր։ Այս բոլոր հարցերի քննարկման համար պետք է որոշակի ժամանակահատված եւ այդ ժամանակահատվածում բնականաբար քննության են առնվելու եւ որակական եւ քանակական ցուցանիշները գնահատելու էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը եւ քաղաքացիական հասարակության վերահսկողության մոդելի ներդրումը այս հանձնաժողովներում սա այս բոլոր հանձնաժողովները շատ ավելի բաց է դարձնում հասարակության համար, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այս կամ այն շղարշից այն կողմ, այս կամ այն կուլիսներից այն կողմ։ Սա բաց եւ թափանցիկ կառավարման շատ կարևոր մեխանիզմ է։ Հանձնաժողովների կազմում նաև մենք ունենք կարծիքը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եւ այս պահին Արտադրության նախարարությունը լրամշակում է այդ հանձնաժողովի հետ կապված նախագիծը եւ հուսով ենք, որ այս մոդելը եւս շատ արդյունավետ կլինի։ Ինչ վերաբերում է նրան, որ Արտադրության նախարարությունը փոքրինչ կողմնակալ է իր գնահատումների մեջ, ես ուզում եմ տեսեք, այստեղ կուզեմ ասել հետևյալը, որ բոլոր ռազմավարությունները, այդ թվում դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը ունի մշտադիտարկման խումբ, որտեղ ներգրաված են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ սա եւս մեկ մեխանիզմ է վերահսկողության հասարակության կողմից, որպեսզի հնարավոր լինի այս բոլոր գործընթացները իրականացնել առավել թափանցիկ։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում փաստահավաք հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ իրականացվել են ու այս պահին էլ արդեն բուն աշխատանքներն են եկեք սպասենք աշխատի հասկանանք ինչ կլինի։ Եթե թույլ կտաք, ուղղակի մի կարևոր օգտագործելով նաև առիթ է այս հարթակը, կուզենայի խոսել նաև հանձնաժողովի մի կարևոր լիազորության մասին, որը իրականում կատարվել է հենց մեր հանձնաժողովի առաջարկով,
Տիկին Աբրամյանը նշեց թափանցիկության մասին, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչա կատարում իրականում այդպիսի մարմիններում։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ հանձնաժողովի գործունեությամբ գաղտնի է իրականացնում վարույթները, նաև իրավաչափ նպատակ դրա մեջ ունենալով, գերակա համարելով արդարադատության նաև շահը, եւ որպեսզի այս համաչափությունը պահպանվի, մի կողմից այդ գերնպատակը ապահովի եւ մի վնասի սկզբունքով առաջնորդվելով մենք ինքներս ենք առաջարկել Փառք Աստծո այսօր նախագծում դա եւս տեղագտել նոր լիազորություն հանձնաժողովին, ավելի ճիշտ պարտականություն առնվազն մեկ անգամ տարվա մեջ հրապարակել զեկույց իր կայացրած եւ դատական ակտերի մասին եւ այն ակտերի մասին, որոնք ոչ միայն վերաբերում են հարուցումներին, այլ նաև այն պատճառների մասին, որոնք հիմք են հանդիսացել այս կամ այն վարույթի հարուցման կամ չհարուցման համար։ Այսինքն այլևս հասարակությունը այդ զեկույցի միջոցով տեղեկանալու է այն բոլոր խնդիրների մասին, որոնք կան դատական իշխանությունում, եւ այն խնդիրների մասին, որոնք իրականում իրենց գուցե նաև նվազ կարևոր նշանակությամբ բավարար չեն կնդատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն խնդիրներ են, որոնք դատավորները պետք է ուշադրություն դարձնեն, ավելին մենք հասանք նրան, որ այլևս այդ նախագծում սահմանվեց պահանջ, որ հետագա վարույթների ընթացքում այդ նույն դատավորի վերաբերյալ, երբ որ օրինակ վարույթ չի հարուցում, բայց անընդհատ այդ գործողությունները կրկնվում են, դա հաշվի առնվելու հանձնաժողովի կողմից եւ այլևս այն նվազ կարևոր նշանակություն ունեցող խախտումները, որոնք բավականին մեծ երբեմն քանակի են, հիմք են հանդիսալու հենց այս զեկույցի հրապարակման արդյունքում վարույթ հարուցելու համար, այսինքն այդ զեկույցի միջոցով մենք փորձելու ենք ամենայն դեպս ապակոդավորման կամ չգիտեմ անհատականացնող տվյալները թաքցնելով, կարծում եմ նաև այս հարցում էլեկտրոնային գործիքների անհրաժեշտությունը լինելու ցույց տալ այն բոլոր ակտերը կամ գործունեության արդյունքները, որոնք հանձնաժողովը մինչ օրս իրականացրել է, այսպես ասած, փակ վիճակով։ Շնորհակալություն։ Թույլ տվեք ամփոփել այսօրվա միջոցառումը, որը իմ գնահատմամբ շատ արդյունավետ անցավ, կառուցողական երկխոսության միջավայրում անցավ, քաղաքացիական հասարակությունը, մասնագիտական քաղաքացիական հասարակությունը իր ներուժը պետք է ուղի պետական հանրային քաղաքականությունների, այդ թվում դատական եւ իրավական քաղաքականությունների բարելավման, մյուս քաղաքականությունների բարելավման, հասարակական մշտադիտարկման իրականացման համար այստեղ հնչած բոլոր կարծիքները կարևոր եմ համարում եւ փաստարկված, կարծում եմ, որ եւ պետական մարմինները եւ ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել եւ քաղաք հասարակության կազմակերպությունները եւ ներկայացուցիչները այսօր այս միջոցառումից ահագին բան իրենց հետ կտանեն, հա, նոր գիտելիքի, նոր հնարավորության սահմաններում ու քանի որ դիտարկումներ եղան մեր գործընկերների կողմից, հա, պետական մարմինների, զեկույցի հեղինակը նաև իրավաբանների հայկական ասոցիացիաներ, հակիրճ մեր փորձագետին հնարավորություն տանք իր տեսակետներն ասի ու դրանով ամփոփենք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես անդրադառնամ թերևս ամենաշատ հնչեցված հարցին որակական կողմին։ Մենք ի սկզբանե հավանաբար գիտեք, որ նախկինում էլ երկու ուղղությամբ ենք ստուգումն անում, քանակական եւ որակական, ինչու այս ռազմավարության շրջանակներում որակական ստուգում չիրականացվեց, զուտ մեթոդական հիմնավորումներից ելնելով, որովհետև մի շարք գործողություններ դեռ գտնվում էին ընթացքում եւ ազդեցության մակարդակում գնահատական իրականացնելու համար առնվազն պետք էր, որ դրանց մեծ մասը ավարտած լինեին, որ կարողանայինք հասկանալ օրինակ կան մշակված օրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղարկվել են կառավարություն կամ գտնվում են լրամշակման փուլում, իհարկե մենք սրա ազդեցությունը չենք կարող գնահատել այս փուլում, որովհետև վերջիվերջո չենք կարող իմանալ ինչ տեսքով կընդունվի վերջնական ակտը կամ գործնականում ինչպիսի կիրառություն կապահովվի։ Եվ որպես այդպիսին չկային համակցված գոնե մի քանի խումբ գործողություններ համանման, որ հնարավոր լիներ ստուգել, այսինքն միշտ ինչ որ մի գործողություն մասնակի էր կատարվել նպատակի ներքո, որը կարող էր եւ օբյեկտիվ պատկերը չհաղորդեր, դրա համար ձեռնպահ մնացինք որակական ստուգումից։
Անդրադառնալով պարոն Արիստակեսյանի հարցերին, երկու նպատակները դրանք արդեն ինչպես մեկը դուք նշեցիք, անցումային արդարադատություններ, որի ներքո նախատեսված էր երկու գործողություն։ Մեկը դա օրենքի նախագծի մշակումներ, փաստահավաք հանձնաժողովի, որը չի կատարվել, եւ երկրորդը արդեն հանձնաժողովի ձևավորումներ, որը եւս չի կատարվել, այն ինչ մենք ունենք դա հանրային խորհրդի օրենքում փոփոխություններն անելն է, որը նախատեսված չէ ռազմավարությամբ, ես իհարկե հիմա չեմ քննարկի դրա արդյունավետությունը զուտ առարկայից դուրս գտնվելու հիմքով, դրա համար այն գնահատման չի ենթարկվել։ Մյուսը դա նպատակ երրորդն էր, որը վերաբերվում էր 4 գործողություն, որոնցից 3-ը վերաբերվում էր նոր սահմանադրության նախագծին եւ բարեփոխումներին, նախատեսված 4 գործողություններից կատարվել են 2-ը, որից մեկը առնչություն չուներ սահմանադրության հետ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին էր, այսինքն մասնակի են 2-ն էլ կատարվել, մեկը դա էր, մյուս մասնակի կատարվածը հանձնաժողովի եւ մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորումն էր, սահմանադրական բարեփոխումները, որը ինչպես գիտեք ձևավորվել է, գործում է, բայց այստեղ խնդիր կա օրինակ, որ արդյունքները մեզ համար հասանելի չեն, զուտ նախարարության կայքում լուրի տեսքով նշել, որ հանձնաժողովը հավաքվել է եւ որոշ հարցեր է քննարկվել, մեր որպես հասարակություն արդարացի պահանջը չի կարող կամ ակնկալիքները դա բավարարել, որովհետեւ սահմանադրությունը այն իրավական ակտն է, որ վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին։ Մյուս երկու մասով տեղի ունեցել չկատարված գնահատումը, որովհետեւ վերաբերում էր մեկը հայեցակարգի մշակմանը, մյուսը հենց բուն սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Ոնց որ բան բաց չթողեցի, հիմնականում անդրադարձա այսքանը, շնորհակալություն։ Հա, մի րոպե կներեք։ Ֆինանսավորումը։ 3 ռազմավարություններն էլ իրականացվել են կազմակերպության ներքին ռեսուրսների հաշվին, որևէ միջազգային, տեղական, ազգային կամ դրամաշնորհներ, որպես այդպիսին նախատեսված չեն եղել, ելնելով մեր կանոնադրական նպատակից եւ առաքելությունից։ Շնորհակալություն մեր կազմակերպությունը, ես ասացի, ամեն ինչ անում է, որպեսզի պետության զարգացումը մենք կարողանանք ապահովել, մենք այն անձանցից ենք, որ գնահատում ենք պետություն եւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երջանիկ ազգերից, մեկն ենք, որ ինքնիշխան պետություն ունի, դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ փայփայենք մեր պետությունը, մեր պետական ինստիտուտները եւ մեր գործունեությունը ուղղենք այդ նպատակին։